Փառք Տիրոջի, ամեն, Տերը օրհնի ձեզ։ Ողջույններս փոխանցեմ Տաշիրի Աստծո ժողովուրդ եկեղեցու կողմից ձեզ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Շատ շնորհակալ եմ Հովիվ Աշոտ եղբայր, որ հրավիրել եք։ Իմ համար մեծ պատիվ է այստեղ ծառայել։ Իրականում ես այս վայրը ոչ թե բեմ եմ տեսնում, այլ խորան, եւ հավատում եմ, որ գիտես դու այստեղ նստած ես, որ Աստծո խոսքը բռնես եւ Աստծո խոսքով առաջ գնաս, ամեն։ Գիտես, խնդրում եմ, որ գնահատես քո եկեղեցին։ Եվ քո կողքինին կարող ես ասել, որ դու ընտրված ես։ Հավատքով, այսպես սիրով ասա, դու Աստծո ընտրյալն ես։ Գիտես, սա չեմ ասում, որ դու այս խոսքը ասես ու քո կողքինին այսպես տրամադրությունը բարձրացնես, սա ասում եմ, որտեվ ճշմարտություն է։ Սերներ, Աստծո խոսքն ասում է, որ մենք քույրեր եւ եղբայրներ ենք, ամեն։ Իսկ մեր քույրերին եւ եղբայրներին մենք չենք ընտրել, Աստված է ընտրել։ Աստված չասես դուք ընկերներ եք, Աստված ասես դուք քույրեր եւ եղբայրներ եք։ Մենք Աստծո ընտրյալներն ենք, ամեն։ Աստված օրհնի սիրելի Աստծո ընտրյալ։ Ես հավատում եմ, որ դու այսօր զորանալու ես եւ Աստծուց պատգամ ես առնելու։ Գիտես, եկեղեցին այնտեղն է, որ դու պետք է հասկանաս, սա փրկության տաբանն է, որի մեջ դու ես։ Ես երբ որ մենք ծննդոց գիրքը նայում ենք, շատ հետաքրքիր է, Նոյը իր տաբանը կառուցեց։ Եվ երբ որ ինքը մտավ իր տաբանի մեջ եւ Աստծո հրեշտակը տաբանի դուռը ամուր փակեց, Աստծո խոսքն ասում է, որ երկնքի պատուհանները բացվեցին եւ երկրի աղբյուրները բացվեցին։ Եվ գիտես, այդ ժամանակ սարսափելի էր բոլորի համար, որովհետեւ մարդիկ վազում էին իրանց տների տանիքներին կամ գուցե սարերի բլուրների վրա կամ ծառների վրա, որ փրկվեն։ Բոլորը աղաղակում էին եւ բոլորը հասկանում էին, որ իրենց վախճանը մոտեցել է։ Բայց հետաքրքիր է, որ այդ ժամանակի մեջ Նոյի տաբանը բարձրանում էր։ Բոլորը խեղդվում էին, Նոյը բարձրանում էր։ Այսօր սիրելիս, եկեղեցին այն վայրն է, որտեղ որ դու ապահով ես եւ դրսում ինչ էլ որ լինի, դու բարձրանալու ես, ամեն։ Աստված ուզում է, որ mēs ու դու մենք հասկանանք, Քրիստոսը իր արյունով առաքյալն ասում է, որ եկեղեցին գնեց, մենք նրա սեփականությունն ենք։ Եվ խնդրում եմ, որ գնահատես եկեղեցին, գնահատես այն, ինչը որ ունես, գնահատես քո հովվին, գնահատես քո ավակին, որովհետև նրանք դրված են միայն ու միայն քեզ բարձրացնելու համար եւ քեզ ապահով պահելու համար։ Աստված օրհնի սիրելիներ։ Աղոթքի մասին մի փոքր ակնարկ կանեմ եւ կանցնեմ падգամին։ Գիտես, երբ որ մենք նայում ենք հայտնության գիրքը, շատ հետաքրքիր է, Աստծո խոսքն ասում է, որ աղոթքը ինքը նման է խունգի, սուրբերի աղոթքը, որ բարձրանում է դեպի Աստված։ Գիտես, խունգը ինքը առանց ածուխի, առանց կայծի, առանց կրակի չի բարձրանում։ Ինքը կարող է մի գեղեցիկ ոսկե ամանի մեջ լինի։ Քո անուշահոտ խունգը, որ չգիտեմ, քո տան մի լավ անկյունում դրել ես եւ ասում ես ես շատ թանկարժեք խունգ ունեմ։ Բայց գիտես, մինչև այդ խունգը չհայրվի, չհալվի, ինքը չի բարձրանա։ Այսօր սիրելիս քո աղոթքը պետք է հիմնված լինի քո կյանքի զոհաբերության վրա, այն ածուխի վրա, այն կրակի վրա, որ կբարձրանա Աստծուն, եւ Աստված կհոտոտի եւ կհավանի։ Դրա համար Աստված ուզում է, որ իմ ու քո աղոթքը ինքը դրված լինի հենց այդ ածուխների վրա, մեր կյանքի զոհաբերությունների վրա, ամեն։ Դες երբ որ մեր կյանքը ինքը զոհաբերություններով է, մեր աղոթքը բարձրանում է։ Մենք ասում ենք Եղիայի աղոթքը պատասխանվեց, որովհետև զոհ կար։ Հիսուսը երբ որ Գեթսեմանում աղոթում էր եւ այդ աղոթքը բարձրանում էր իմ եւ քո փրկության աղոթքն էր դա, գիտես ինքը իր անձը խաչի վրա զոհելու էր եւ սա էր պատճառը, որ այդ աղոթքը բարձրացավ։ Եվ այսօր ես ու դու այստեղ ենք եւ կարողանում ենք Աստծուն փառաբանել։ Սիրելիներ, թող մեր աղոթքը իրականում կրակի վրա դրված լինի։ Աստված այսպես է ուզում։ Մյուսը, որ ուզում եմ խոսքի համար ակնարկեմ, գիտես նույնը խոսքը, երբ որ մենք նայում ենք, Աստծո խոսքը, երբ որ մենք կարդում ենք, ես ինքս այսպես եմ անում, սիրելիներ։ Ես երբ որ Աստվածաշունչ եմ կարդում, նախ աղոթում եւ ասում եմ, Տեր, ես ուզում եմ, որ դու ինձ հետ խոսես։ Որովհետև եթե դու ինձ հետ չխոսես, ես Աստվածաշունչը կհասկանամ այսպես, 5 դագարանը կհասկանամ Իսրայել ժողովրդի պատմությունը, նոր կդագարանն էլ կհասկանամ մի մարգարեի կյանքի պատմություն։ Բայց գիտես, այս խոսքը կենթանի խոսք է, ամեն։ Եվ ես ամեն անգամ աղոթում ասում եմ, Տեր, ես ուզում եմ, որ հայտնություն առնեմ։ Ես Աստծո խոսքը նմանեցնում եմ մանանայի,
որ երկնքից իջել է, որ ես ու դու մենք պետք է ուտենք, ամեն։ Երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, մենք տեսնում ենք մանանան, երբ որ իջնում էր երկրի վրա, գիտես իրան հնարավոր չէր հենց այդպես հավաքել եւ ուտել։ Աստծո խոսքը ասում է իրան պետք է հավաքեին, տանեին, աղային։ Հետո էլ իրանք պետք է ունենային կրակ, ունենային յուղ, որ դրանով պատրաստեին այդ հացը, որ կարող էին հետո սնվել։ Այսօր Աստծո խոսքը, սիրելիներ, առանց Սուրբ Հոգու կրակի, առանց Սուրբ Հոգու օծության, առանց Սուրբ Հոգու յուղի մենք չենք հասկանա։ Մենք կկարտանք, բայց մենք չենք գտնի մեզ, մենք չենք հասկանա, որ այդ խոսքը հենց մեր կյանքերի մեջ է։ Սիրելիներ, շատ կարտանք Աստվածաշունչ, Սուրբ Հոգով լցված, ամեն։ Շատ աղոթենք եւ մեր կյանքը աղոթքի կյանքը լինի զոհաբերության կյանք։ Եվ ես հավատում եմ, որ մեր Աստվածը ինքը շահագրգռված է եւ ուզում է, որ մենք մեր կյանքերի մեջ խոսքը եւ աղոթքը միաժամանակ ունենանք։ Փառք Հիսուսին, սիրելիներ։ Գիտես, դու օրհնյալ մարդ ես, որ այսօր էստեղ ես։ Մենք պետք է գնահատենք այն վայրկյանները, որ ունենում ենք Աստծո հետ։ Մենք պետք է գնահատենք այն հնարավորությունը, որ ունենում ենք։ Այս եկեղեցին այն քաղցր վայրն է, որտեղ որ դու կարող ես Աստծով լցվել, սիրելիս։ Եվ Աստված ուզում է, որ դու դա գնահատես եւ հասկանաս, որ իր ուզածը, իր կամքը մեր կյանքերի մեջ օրհնությունը եւ փոփոխությունն է։ Իդես սրտիս մեջ կա այս խոսքը եւ ուզում եմ պատգամից վեյնագիրը ասեմ, ես այսպես եմ վեյնագրել իմ պատգամը, մեկ բառով գրել եմ ճեղքում։ Գիտես, իմ կյանքի մեջ ժամանակ առ ժամանակ ես հասկանում եմ, որ ես ճեղքման կարիք ունեմ։ Եվ ճեղքումը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք Աստծո հետ կենտանի հարաբերություն ենք ունենում։ Ճեղքումը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք կոտրվում ենք նրա առաջ։ Գիտես, ես հասկացա մի բան, որ Աստված սիրում է, երբ որ մարդը իր առաջ խոնարհվում եւ կոտրվում է։ Հիշում եմ տարիներ առաջ, երբ որ Տաշիրում ծառայում էի եւ մի սաստիկ փոթորիկ եղավ մեր Տաշիր քաղաքում եւ մեր եկեղեցու շենքի կտուրը քամին ջարդուփշուր արեց։ Շատ դժվարությամբ էինք դա ունեցել, շատ դժվարությամբ էինք սարքել։ Եվ գիտես, ես հիշում եմ այդ ապրումներս, որ գնացի նստա այդ փլատակների վրա, այդ շենքի հետևում, սիրտս լսված սկսեցի լացել ու ասում էի Տեր Աստված, ինչ ենք անելու։ Մենք ինչպես ենք սրա տակից դուրս գալու, որտեվ հասկանում էի, որ այս ինչ որ կատարվեց, սա մեր ուժերից վեր է։ Եվ գիտես, այսպես հասկանում էի, որ անճար եմ, անզոր եմ, ոչինչ չեմ կարող անել։ Եվ այդ ժամանակ էր, որ իրականում զգացի Տիրոջ ներկայությունը, զգացի հրեշտակի ներկայությունը։ Գիտես, մեր աղոթքների մեջ, երբ որ հրեշտակները գալիս են, երբ որ դու զգում ես քո աղոթքի մեջ հրեշտակային ներկայություն, ինքը քո կյանքի մեջ հետք է թողնելու։ Եվ այսպեսի մի հետաքրքիր զգացում ունեցա, որ մեկը կողքս կար եւ այն արցունքները, որ կային իմ աչքերից հոսում են, ինքը հավաքում էր։ Եվ գիտես, հետո գնացի տուն ու կարդում էի Աստծո խոսքը ինչ ասում է արցունքով սերմանողը ուրախությունով կհնձի։ Գիտես, սիրելիս, եթե քո ներքին սենյակում դու իրականում կոտրվել ես, լացել ես նրա առաջ, հրեշտակը քո արցունքները հավաքել է, ամեն։ Գիտես, կին, երբ որ մենք նայում ենք եկեղեցու խորհուրդն է Աստվածաշնչի մեջ, երբ որ մենք տեսնում ենք կին։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ երբ որ Հիսուսը մեկի տանն էր, եւ մի կին կար, որ իր արցունքներով Հիսուսի ոտքերը լվանում էր։ Եվ ասում է իր մազերով չորացնում էր, սրբում էր։ Այսօր եկեղեցի ես ու դու մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է Քրիստոսի ոտքերը իրականում մեր արցունքներով լվանանք։ Դա տեսանելին չէ, դա ինչ է, որ բեմում գանք մենք լացենք, դա այն է, որ ոչ ոք չի տեսնում, Աստված է տեսնում եւ երկինքն է տեսնում։ Եվ գիտես, շատ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց եւ այդ մեր շենքի կտուրը ինքը գերբնական ձևի կառուցվեց։ Այնպիսի մարդիկ փող տվեցին, որ ընդհանրապես չէինք մտածում, որ իրանք կարող են տալ։ Ումից որ սպասում էինք չտվեցին, ումից որ չէինք սպասում տվեցին։ Մեր Աստվածը գերբնական է, ամեն։ Աստված երբ որ գալիս է քո կյանքի մեջ, քո չսպասած տեղից է գալիս։ Բայց ուզում եմ սա ասեմ, երբ որ դու խոնարհվում ես, երբ որ դու իր առաջ ջարդուփշուր ես լինում, ճեղքումը գալիս է, ամեն։ Եվ թող Աստված իրականում ինձ ու քեզ զորացնի, որ մենք հասկանանք, իր ներկայությունն է, որ ճեղքում է բերում։ Իր ներկայությունը մեր կյանքերի մեջ իրականում է ճեղքում բերող զորությունն է։ Ճեղքելու համար առաջի կետը, որ ես գրել եմ, մեզ պետք է լսել Աստծո ձայնը եւ երկրորդը քայլ անել։ Խնդրում եմ, որ սա հիշես, լսել Աստծո ձայնը եւ քայլ անել։ Եսայի մարգարեությունը, երբ որ մենք նայում ենք 6-րդ գլխի մեջ,
Աստծո խոսքը ասում է, որ Եսային տեսավ տաճարի մեջ հրեշտակին, որ իր կողքին կանգնած էր։ Եվ իր առաջի արձագանքը այս էր, ինքը ասեց. «Վայ ինձ, որովհետև ես անմաքուր շրթունքներ ունեմ եւ ապրում եմ անմաքուր շրթունքներ ունեցող մարդկանց մեջ»։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ հրեշտակը թռավ, եկավ իր գործիկով մի կայծ վերցրեց, կրակ վերցրեց զոհասեղանի կրակից եւ կպավ Եսայի մարգարեի շուրթերին եւ ասեց, որ դու մակրված ես։ Գիտես, շատ հետաքրքիր է այն անձնավորությունը, որ ինքն ասում էր վայ ինձ, մյուս տողերի մեջ 9-րդ համարի մեջ Եսայի 6:9-ի մեջ ասում է ես կգնամ քո համար։ Դրանից առաջ հնչում էր, չէ, Աստծո խոսքը ով կգնա եւ Եսային ասում է ես կգնամ։ Եսայի կյանքի մեջ ճեղքում է գալիս։ Այն մարդը, որ մտածում էր վայ ինձ, ինքը հասկացավ, որ ինքը պետք է գնա Աստծո համար։ Այսօր սիրելիս, եթե ուզում ես քո կյանքի մեջ ճեղքում գա, դու պետք է հասկանաս, որ ինքը սրբող, մաքրող եւ առաջ տանող է։ Գիտես, ինքը արձանագրեց փաստ, ասեց ես մեղավոր եմ, բայց հրեշտակը չասեց, այո, դու մեղավոր ես, արժան չես իմ ներկայությանը, հեռացի այստեղից։ Հրեշտակն ասեց, ես կփոխեմ եւ իմ կրակով կմաքրեմ քեզ։ Այսօր սիրելի եկեղեցի, ես ու դու մենք ճեղքման կարիք ունենք եւ Աստված ուզում է, որ դա լինի։ Քո ընտանիքի մեջ, եթե դու տեսնում ես, որ փակուղի է, եթե դու տեսնում ես, որ իրավիճակները այնպես են, որ համապատասխան չեն Աստծո կամքին, քեզ պետք է աղաղակել եւ ասել. Տեր, ես ուզում եմ, որ ճեղքում գա։ Տեր, ես ուզում եմ, որ այն ճեղքումը, որ քո զորության մեջ է, քո ներկայության մեջ է, գա։ Եվ շատ հետաքրքիր է, որ մենք նայում ենք Ելից գիրքը 17-րդ գլուխը 5-րդ խոսքից, Աստծո խոսքն ասում է, որ երբ որ Իսրայելը անապատում խնդիր ուներ եւ նրա կարիքը ջուրն էր եւ ջուր չկար, հանկարծ Մովսեսը ժայռը ճեղքեց եւ ջուրը բխեց։ Այսօր սիրելիս, իմ ու քո կյանքի մեջ Քրիստոսը ժայռ է, ամեն։ Մենք միշտ ամուր կանգնած ենք։ Եվ Աստված ուզում է, որ մենք հասկանանք, որ Քրիստոսին պետք է ճանաչել նաեւ ժայռ, որից որ ջուր է գալիս։ Հիմք, որից որ կյանք է գալիս։ Գիտես, մենք ասում ենք, այո Տեր, դու իմ ժայռն ես, բայց այդ ժայռի մեջ կյանք կա։ Այդ ժայռը ոչ թե քեզ համար միայն այն է, որ դու պետք է հասկանաս ինքը մեծ է, իրան պետք է պատվել, իրան պետք է մեծարել, այդ ժայռը քեզ կենսական կյանք տվող զորությունն է։ Եվ այսօր Աստված ուզում է, որ քո կյանքի մեջ Քրիստոսին ճանաչես ժայռ, բայց որից որ ջուրը կբխի։ Հիսուսը խաչի վրա ամենավերջի կատիլը տվեց ինձ եւ քեզ համար։ Աստծո խոսքն ասում է, երբ որ նրա կողը գեղարտով խոցում էին, այլևս այրուն չուներ, ջուր էր գալիս։ Եվ դա էր պատճառը, որ եկեղեցին ես ու դու մենք ծնվեցինք, ամեն։ Սիրելիս, ճեղքումը հենց այդ է, Քրիստոսը ինքը իր անձը, իր մարմինը ճեղքեց, որ այդ կյանքը գար, որ եկեղեցին տեղավորվեր նրա մեջ, եկեղեցին կյանք գտներ նրա մեջ։ Եվ այսօր Աստված ուզում է, սիրելիներ, որ մենք ճեղքող մարդիկ լինենք եւ իմանանք, որ ես գնալու եմ այդ գործի մեջ։ Շատ հետաքրքիր է Հեսուի գիրքը, երբ որ կարդում ենք Հեսու 1:6 համարի մեջ, Աստված խոսում է Հեսուի հետ եւ ասում է՝ մի վախեցիր, ես քեզ կանչել եմ, որ դու Իսրայելին պետք է մտցնես խոստացված Քանանի երկիրը։ Եվ մենք տեսնում ենք առաջի բանը, որ կատարվում է, Հեսուն լսում է։ Եվ երկրորդը Հեսու 6-րդ գլուխ առաջին խոսքից մենք տեսնում ենք, որ Երիկովի պարիսպները ճեղքվեց։ Երիկովի պարիսպները քանդվեց։ Սիրելիս, ուզում եմ այստեղ ուշադրություն դարձնես, թող սա քո համար թող հայտնություն լինի։ Հեսու 6:10 խոսքը այսպես է ասում, երբ որ կարդում ենք, Հեսուն ասում է ժողովրդին պատվիրեց եւ ասեց. 6 օր պատտվելու ենք պարիսպների շուրջ, բայց ոչ մեկի հետ պետք է չխոսի։ Ասեց լուր, ընդհանրապես ոչ մի բառ, ոչ հարցրու քո ընկերոջ ողջությունը, ոչ հարցրու ինչ ենք անում, ասում է ոչ մի ձայն պետք է չլիներ։ Եվ ամբողջ Իսրայել բանակը ինքը ձայն չէր հանում։ Եվ 6 օր, ամեն օր մի պտույտ լուր պատտվում էր։ Մինչև որ 7-րդ օրը ինքը աղաղակեց։ Այսօր ես այսպես եմ հասկանում, սիրելիս, եթե նրանք այդ 6 օրվա մեջ խոսեին, իրանք ուժ չէին ունենա 7-րդ օրը աղաղակելու։ Երբ որ այստեղ հովիվը ինքը քեզ ասում է, որ մենք սրա մեջ ենք գնալու։ Գիտես ինչ, մենք լուր ենք լինելու, մենք մի ժամ աղոթք ենք ունենալու, սա մեր եկեղեցու ծրագիրն է։ Հովիվ Աշոտը ասում է, որ մենք լինելու ենք սրա մեջ, գիտես ոչ մի բան մի ասա, լուր պատտվի, որովհետև գալու է մի օր, որ աղաղակելու ես։
Եթե այդ օրերի մեջ դու լուրջ չլինես, 7-րդ օրը դու ուժ չես ունենա աղաղակելու։ Դու չես կարողանա Երիկովի պարիսպները քանդելու։ Դրա համար միաբանվի քո եկեղեցու հետ։ Եվ գիտես, չկար մեկը, որ ասեր Հեսու, բայց սա իմ ճաշակով չէ։ Ես շատախոս մարդ եմ, ես սիրում եմ խոսել։ Ինչ կլինի, որ կողքինիս հետ խոսեմ։ Շատ խիստ էր, ասում էր, ձայն չլսեմ։ Ասում էր, բանակը լուր էր։ Բանակը լուր քայլում էր։ Սա էր Աստծո մարդու պատգամը, որը որ Աստծո պատգամն էր, սիրելի եկեղեցի։ Եթե ուզում ես հաղթող լինես, եթե ուզում ես քո Երիկովի պարիսպները քանդվի, միաբանվի քո եկեղեցու ծրագրին։ Եվ արա այն, ինչ որ ասում է, որտեվ կգա այն օրը, որ դու աղաղակելու ես եւ տեսնելու ես, որ քանդվելու է պարիսպները։ Ճեղքում գալու համար մեզանից պահանջում է հնազանդվել, սիրելիներ։ Չասես դե լավ, ես այսպես եմ ուզում, ես սա եմ նախընտրում, սա իմ ուզածով է, սա իմ ճաշակով է, ես մի բան հասկացել եմ, Աստծուն ծառայելու ժամանակ մեր ուզածը, մեր ճաշակը, մեր կարծիքը, մենք պետք է ասենք սա երկրորդական է։ Եվ ամենակարևորը այս է, ծունկի գանք ասենք Տեր, թող քո կամքը լինի։ Տեր, թող քո կամքը լինի։ Ես ուզում եմ, որ ճեղքում գա։ Ես ուզում եմ, որ իմ ծառայության մեջ այդ ճեղքումը լինի, եւ ես հավատում եմ, որ եթե այդ 6 օրվա լուր քայլերթը չլիներ, 7-րդ օրվա աղաղակը չէր լինի։ Եվ մենք պետք է սրա մեջ գնանք եւ ասենք, այո, ես ուզում եմ ճեղքող լինեմ, Տեր։ Ես ուզում եմ իրականում այդ ճեղքման մեջ հասկանամ, գիտակցեմ, որ սա քո ուզածն է, սա քո կամքն է, եւ ես հետ քայլ անող չլինեմ։ Գիտես, Աստծո խոսքը սովորեցնում է մեզ, որ մենք ինչ վիճակում, ինչ կարգավիճակում էլ լինենք, հասկանանք, որ մենք հետ քայլ անելու իրավունք չունենք։ Ուզում եմ բացես Մարկոսի ավետարան 15-37 խոսքից եմ կարդում, այսպես է ասում ավետարանը, ասում է. Եվ Հիսուսը մեծ ձայն արձակեց եւ հոգին տվեց, եւ տաճարի վարակույրը երկու կողմից պատրվեց, վերևից մինչեւ ներքև։ Հիսուսը երբ որ խաչի վրա աղաղակեց, մեծ ձայնով աղաղակեց, ճեղքում տեղի ունեցավ եւ տաճարի վարակույրը պատրվեց, ճեղքվեց։ Այն վարակույրը, որ Իսրայել ժողովրդին բաժանում էր Աստծո ներկայությունից, որտեղ միայն քահանաները իրավունք ունեին ժամանակ առ ժամանակ մոտենալու Աստծուն։ Ես ինչ ճեղքվեց եւ բացվեց։ Ճեղքումը գալիս է, երբ որ զոհ է լինում։ Հիսուսը խաչի վրա կենտանի զոհն էր։ Եվ դրա պատճառով էր, որ ճեղքում եկավ։ Սերներ քո կյանքի մեջ, եթե սպասում ես անձնական կյանքում ճեղքում, ծառայության կյանքում ճեղքում, հոգևոր կյանքում, քո ընտանեկան խնդիրների մեջ, քո առողջական խնդիրների մեջ ճեղքում գա, միանշանակ պահանջվում է, որ դու լինես այդ զոհը, որ դու լինես միտեղ, որ Աստված տեսնի, որ դու դրված ես։ Գիտես, Սատանան ինքը միշտ կփորձի ինձ ու քեզ գայթակղեցնել։ 10 տարի, որ ես տաշիրում էի, շատ մի հետաքրքիր հարցակում, որ այսպես իմ կյանքի մեջ լինում էր, այսպեսի մի միտք էր ինձ գալիս, եւ այդ միտքը ինքը խոսում էր ինձ հետ, ժամանակ առ ժամանակ դա լինում էր, եւ ինքը այսպեսի բան էր ինձ ասում էր, հետ գնա տուն, եւ գիտես, այդ իմ կռիվն էր, ես այս վերջերս եմ Լիլիթին ասել եմ, գիտես ինչ, ես ամեն ձև անում էի, իմ բերանը փակում էի, որ հանկարծ իրան չասեմ սրա մասին, որտեղ մտածում էի, որ այս սերմը որ ցանեմ, կարող է իր կյանքի մեջ էլ այսպես միտեղ, որ միտեղ ինչ որ մի բանից նեղված լինի, ասի դե լավ, արի հետ գնանք։ Ես հասկանում էի, սա իմ կռիվն է, ես հասկանում էի, որ սա այն դուրն է, որտեղից որ Սատանեն գալիս է, բաներ, փաստեր էր դնում, ասում էր, դե դու հասկանում ես, իրավիճակներն այսպիսին է, բայց գիտես, Աստված ուզում է, որ ես ու դու մենք հետ քայլ չանենք։ Եթե ուզում ես ճեղքում, հետ քայլ չանես։ Նայում ես ընտանիքիդ ամեն բան խառն է, հետ քայլ մի արա, մի ասա, ոչինչ չի փոխվի, ասա ճեղքում է լինելու ամեն։ Նայում ես քո կյանքին, ասում ես, դե լավ, ես ինչպես ծառայեմ, ինչ կարող եմ անել, գիտես ինչ հետ քայլ չանես, ասա ճեղքում է լինելու։ Սատանան ինքը ինչքան էլ խոսի, ինչքան էլ ուզենա քեզ նեղացնի, դες դու քո մեջ պայի։ Տեղեր կա սիրելիներ, որ երբ որ մենք հասկանում ենք մեր կյանքերի վրա հարձակում է, մենք պետք է այնքան իմաստուն լինենք, որ մեր ընտանիքի անդամներին չվնասենք, չխոսենք դրա մասին։ Դա չի նշանակում, որ գիտես ինչ դու գաղտնիք ես բան, դա նշանակում է, որ դու պաշտպանում ես քո տունը։ Դու պաշտպանում ես քո ծառայությունը, դու պաշտպանում ես քո հոգևոր կյանքը, որովհետև երբ որ դու խոսես, դու հնարավորություն կտաս, որ այդ սերմերը ցանվեն։ Եվ գիտես, փառք Աստծուն, որ
այդ տարիների պատերազմից հետո դա եղել իմ միակ խոցելի տեղը, որ ես միշտ դրանից ազդվել եմ, որ սատանան այդ միտքը երբ որ բերում էր, ես այսպես խառնվում էի իրար։ Դες ինչ, տարիների ընթացքում հետո տեսա, որ արդեն էլ դրա մասին չի խոսում ինքը։ Տարիներ փորձեց, հետո հասկացա, որ ուրեմն չի լինի։ Սիրելիս, Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ մենք պետք է ամուր լինենք, որ ճեղքումը գա, ամեն։ Եթե մենք ամուր չենք, ճեղքում չի գա մեր կյանքերի մեջ, եւ այդ ճեղքումը չի լինի։ Եվ շատ հետաքրքիր է, գիտես, Աստծո խոսքը, երբ որ մենք նայում ենք, զարմանալի է իր խոսքը։ Ավետարանն ասում է, որ մի անձնավորություն կար կին, որը որ հիվանդ էր եւ 12 տարի ինքը տառապում էր իր հիվանդությունով։ Եվ ասում է ինքը իր մեջ որոշեց եւ ասեց, եթե միայն Քրիստոսի հանդերձի ծայրին գտնեմ, ես կբժշկվեմ։ Եվ մենք գիտենք պատմությունը այն է, որ ինքը ճեղքեց բոլորին։ Եվ գիտես, ես այսպես եմ պատկերացնում այդ իրավիճակը, ոչ թե ինքը վազելով, քայլելով եկավ, այլ ինքը սողասող մոտեցավ Քրիստոսին եւ կպավ եւ բժշկվեց։ Եվ գիտես, այդ ճեղքումը այնքան զորավոր էր, որ Հիսուսն ասեց ինձանից զորություն դուրս եկավ։ Այսօր սիրելիս, մեր Աստվածը պատրաստ է, որ միշտ իրենից զորություն դուրս գա, բայց ես ու դու մենք ճեղքող ենք, թե ճեղքող չենք։ Մեր Աստվածը պատրաստ է, որ ինձ ու քեզ միշտ օրհնի, ինձ ու քեզ միշտ ինքը գիտես ինչ, կարողանա մեր կյանքերի մեջ այդ օրհնությունը, այդ բարձրությունները բերի, բայց մենք արդյոք ընդունակ ենք դա վերցնելու, թե չէ։ Դավիթի մասին, երբ որ մենք խոսում ենք, Դավիթը մի անձնավորություն էր, որ ինքը ճեղքող էր։ Ինքը սխալվում էր, բայց ինքը ճեղքող էր։ Ինքը այն մարդն էր, որ գիտեր, չկա մի պատնեշ, փագուղի, թշնամի, թակավոր կամ թակավորություն, որ կանգնի իր Աստծո առաջ։ Սկսած Գողիաթից, վերջացրած բոլոր թակավորներից, հեբուսացիներից, քետացիներից, չգիտեմ, ամաղեկացիներից, որ կարդում ենք ինչ ազգերի հետ էր կռվում, ինչ տեսակի թակավորների հետ, որ իրենից 10 անգամ, 100 անգամ ավելի էին եւ քանակով եւ զորությունով։ Ինքը գիտեր, որ Աստված կանչել է նրան, որ նա ճեղքող լինի։ Բայց մի պատմություն կա թագավորած գրքում, որ շատ հետաքրքիր է, ասում է, երբ որ Դավիթը ինքը թագավորին վերցրել էր գերության եւ իր թագը, այդ իր թշնամի թագավորի թագը, որ շատ այսպես կշիռն է տալիս ոսկուց էր թանկարժեք քարերից, ասում է ինքը իր գլխին դրեց։ Եվ դրանից հետո շատ հետաքրքիր է գլխին դնելուց հետո, երբ որ ինքը հանեց մի հրաման տվեց, հիշում եք այդ հրամանը, ասեց գնացեք Իսրայելը հաշվեք, զորքը հաշվեք, եւ դա Աստծո համար այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ դա Աստծո դուրը չեկավ եւ Աստված պատժեց Իսրայելին։ Այսօր սիրելիս, երբ որ դու ճեղքում ես, հաղթանակ ես ունենում, քո կյանքի մեջ թշնամու թագը չդնես քո գլխին, չասես ես դա արեցի։ Գիտեք իմ խոսքը այնքան ուժեղ է, ես եկեղեցում ես գործը, որ անում եմ, իմը շատ ուժեղ է, որ բոլորն ասեն, հա, իսկական քոնը ուժեղ է, էս ինչ լավ թագ է։ Գիտես, այդ թագի մեջ ոգիներ կան, հպարտության, գոռոզության, այսպես փոքր որդեր, փոքր օձեր, որ կարող է մտնեն մտքիդ մեջ։ Դրա համար ամեն հաղթանակները դիր Աստծո ոտքերի առաջ, ամեն։ Ասա հաղթել եմ փառքը Հիսուսին, լավ եմ ծառայում փառքը Հիսուսին, լավ եմ աղոթում փառքը Հիսուսին, լավ եմ գնում առաջ փառքը Հիսուսին։ Երբ որ մենք այսպես ենք անում, մեր գլխին չենք դնում մեր հաղթանակի փառքը, մենք օրհնություններ ենք ունենում։ Դավիթը այստեղ սխալվեց։ Դավիթը այստեղ սայտակեց եւ թշնամու թագը իր գլխին դնելուց հետո թշնամու մտքերը, ոգիները նրան նեղացրեցին եւ Իսրայել ժողովուրդը դրանից տուժվեց։ Պատիժ եկավ Իսրայելի վրա։ Սիրելիս, քո կյանքի բոլոր հաղթանակների համար ասա փառք Տիրոջ, ամեն։ Ոչ միտեղ չասես սա իմն էր, այս իմ կարողությունից էր, այս իմ տարիների փորձառությունից էր, որովհետև մեր Աստվածը սիրում է, երբ որ մենք նրա առաջ դնում ենք ամեն թակ եւ պսակ, ամեն։ Աստծո խոսքն ասում է Հայտնության գրքում, երկնքում երեցները իրենք երբ որ Հիսուսին տեսան նստած աթոռի վրա, գիտես ինչ արեցին։ Այն ծառայությունը, որ վաստակել էին երկրի վրա, գուցե նահատակվել էին, գուցե իրանց այրունն էին թափել, գուցե տասնյակ անգամներ ծեծվել էին Քրիստոսի համար, հալածվել էին Քրիստոսի համար, գուցե աքսորվել էին կամ շատ դժվարություններ էին կրել եւ հաստատ անցել էին այդ ճանապարհը եւ արտարացի էր, որ Աստված էր նրանց այդ պսակը տվել, ասում են նրանք հանեցին եւ Քրիստոսի ոտքերի տակ դրեցին։ Երկնքում էլ հասկանում են, որ ամեն ինչ պետք է Քրիստոսի ոտքերի տակ դրվի։ Սիրելի եկեղեցի, ինչ որ անում ես, եթե ուզում ես ճեղքող լինել, ամեն հաղթանակ դիր Քրիստոսի ոտքերի տակ։
Մենք սիրում ենք պարտությունները տանք Քրիստոսին, բայց չենք սիրում հաղթանակները տանք Քրիստոսին։ Մենք ուզում ենք, գիտես ինչ, մեր դժվարությունները, երբ որ դժվարություններ ունենք, այո, խոսենք Քրիստոսի մասին, բայց երբ որ հաղթանակներ ունենք, ուզում ենք, որ մեր մասին խոսեն։ Ուզում ենք, որ մեր անունը մեծարվի։ Եվ ես գիտեմ, որ մենք եկեղեցի ապագա ունենք զորավոր, որտեղ հասկանում ենք, որ փառքը նրանն է։ Փառքը պատկանում է նրան, գիտես ինչ, նա մեր մեղքերի փոխարեն խաչվել է։ Նա մեր անարգանքը իր վրա է վերցրել եւ ինքը արժան է, որ մենք ինչ որ անենք, ասենք փառք Տիրոջը։ Մենք խոսում ենք Հովսեփի հաջողված լինելու մասին, բայց դա շատ հետաքրքիր է, իր հաջողության գաղտնիքը բանալին նրանում էր, իր ճեղքող լինելու բանալին գաղտնիքը նրանում էր կայանում, որ ինքը ամեն ժամանակ ասում էր փառքը Տիրոջն է։ Երբ որ Փարավոնն ասեց, իմացել եմ, լսել եմ երազներ մեկնել, գիտես, ինքը չասեց, հա, լավ էլ մեկնում եմ, բանդում 2-ին մեկնեցի, 100-ից 100 կատարվեց, ինքն ասեց, ես չէ, Տերը։ Ինքը գիտեր այդ պարգևը ունի, բայց ասեց, ես չէ, Տերը։ Եվ սա շատ կարևոր է, ինչ որ անում ենք, ասենք Տերը, ամեն, ասենք Տերը, թող ինքը փառավորվի, թող ինքը մեր կյանքերի մեջ օրհնվի։ Գիտես ինչ, քո կյանքի բոլոր ոլորտների մեջ կարողացի ասել Հիսուս, ամեն փառքը քեզ է պատկանում։ Մենք փառք գողացողներ պետք է չլինենք, մենք փառքի հետևից գնացող պետք է չլինենք։ Ճեղքող մարդը գիտի Աստծուն փառաբանել։ Նույն Դավիթը, գիտես ինչ, ինքը երբ որ հասկացավ սխալ արեց, աղաղակեց, ասեց, ինչի համար ես այս գառներին կոտորում, ես եմ սխալ արել։ Գիտես ինչ, ինքը հասկանում էր, ինքը գիտեր ապաշխարել է, ինքը գիտեր Աստծուց ներողություն խնդրելը, եւ Աստված վերականգնում էր։ Աստված դնում էր նրա առաջ պայմաններ եւ ինքը համապատասխանում էր այդ պայմաններին եւ Աստված վերականգնում էր։ Սիրելիս, ինչքան ընկնես, եթե դու ճեղքող ես, դու կվերականգնվես։ Ինչքան սայտակես, գիտես ինչ, եթե դու ճեղքող ես, դու կվերականգնվես։ Սխալվելուց մեզ պետք չէ վախենալ, մեզ պետք է վախենալ կրոնավոր եւ գոլ լինելուց։ Որտեւ երբ որ դու սխալվում ես, ապաշխարում ես, ապաշխարության ժամանակ հոգեվոր վերապրում ես ունենում, բայց երբ որ դու կրոնավոր ես, դու մտածում ես ամեն բան լավ է եւ ամեն բան երկրագունդը քո շուրջ բոլորն է պատտվում եւ դու մտածում ես, որ դու այսպես էլ պետք է լինի։ Սիրելիներ, Աստծո կամք, Աստծո ուզածը, որ եկեղեցին ինքը լինի այն ճեղքող զորությունը, որ իրավիճակների մեջ ճեղքում բերի։ Որ երբ որ դու կանգնում ես փակուղու առաջ, դու հասկանաս, որ ելք կա։ Մովսեսի մասին, երբ որ մենք նայում ենք, շատ հետաքրքիր է, Մովսեսը ինքը գիտեր ճեղքել։ Ինքը ճեղքում էր ամեն բան, ճեղքում էր Փարավոնի տունը, ճեղքում էր ծովը, ճեղքում էր անապատի մեջ ժայռը, որովհետև ինքը հասկանում էր Աստծուն։ Գիտես շատ հետաքրքիր է Աստծուն հասկանալ։ Երբ որ Մովսեսը ժայռի վրա էր, Աստծո խոսքն ասում է ժողովուրդը հեռվից նայում էր, տեսնում էր կայծակները եւ լսում էր ձայն։ Գիտես ինչ ձայն էր լսում։ Ամրոպի կայծակի ձայն։ Ամեն մարդ իր վրանից նայում էր, կայծակի ձայն, ամրոպի ձայն։ Տարօրինակ ձայներ էր լսում։ Բայց Մովսեսը Աստծո ձայնն էր լսում, Մովսեսը այնտեղ Աստծո հետ էր խոսում, Մովսեսը գալիս էր գիրք էր գրում։ Այսօր սիրելիս, եթե ես ու դու մենք ճեղքող չենք, մեր համար եկեղեցու падգամը այսպես տարօրինակ ձայներ կլինի։ Հերվից լսում ենք, կայծակի ձայն է, ամրոպի ձայն է, հետաքրքիր բաներից են խոսում, բայց մենք չենք հասկանում Աստված ինչ է ասում։ Մենք չենք գիտակցում, մենք չենք ըմբռնում ինչ է ասում Աստված։ Աստված ուզում է, որ մենք հասկանանք նրան, ամեն, որ Աստծո ձայնը մեր համար մի տարօրինակ բան չլինի, Աստծո ձայնը մեր համար падգամ լինի։ Եթե դու ճեղքող մարդ ես Մովսեսի պես, Աստծո ձայնը քեզ համար падգամ կլինի։ Եթե ոչ, դե լավ է, Կիրակի օրը եկանք, լսեցինք որոշակի հետաքրքիր բաներ ու գնացինք մեր կյանքը ապրելու, մեր ընթացքի մեջ անելու այն, ինչը որ միշտ արել ենք։ Սիրելիներ, ճեղքող մարդը ինքը միշտ փոփոխություններ բերող մարդ է։ Այն մարդը, որ ինքը չի կարող ճեղքի, ինքը հարմարվում է աշխարհի հետ։ Ինքը հարմարվում է մարդկանց հետ, հարմարվում է կրոնավորության հետ, հարմարվում է իր իրավիճակի, իրեն առաջարկած, չգիտեմ, ճանապարհի հետ, բայց Աստծո մարդը ինքը ճեղքող է եւ ինքը չի կարող հարմարվել։ Եվ այսօր քեզ խնդրում եմ, որ չհարմարվես, որ կարողանաս ասել Հիսուսի անունով ես ճեղքելու եմ։ Հիսուսի անունով ես գնալու եմ եւ վերցնելու եմ այն, ինչը որ պատկանում է ինձ։ Գիտես, շատ կարևոր է ճեղքող լինելու համար, ես ու դու մենք մեր գլուխը ճիշտ տեղ դնենք։ Ծննդոցում մի անձնավորություն կար, որի անունը Հակոբ էր, եւ ասում է ինքը իր գլուխը դրել էր քարի վրա եւ քնել էր։
Եվ երազ տեսավ եւ երազի մեջ իմացավ ինքը ինչ է անելու, որ դες ինչ հրեշտակները բարձրանում են, իջնում են, ինքը Աստծուց հայտնություն առավ։ Եվ ասում են, երբ որ արթնացավ, յուղը վերցրեց այդ քարի վրա, լցրեց, օծեց այդ քարը եւ ասեց, որ սրանից հետո այս քարը Բեթել է լինելու, չէ, հիշում ենք այս պատմությունը Աստծո տուն է լինելու։ Դատավորած գրքում էլ մի անznավորություն կար, որ ի տարբերություն Հակոբի ծնվել էր օծված, որ իր ծնողները մարգարեական էին ունեցել, ինքը ծնվել էր այդպես արդեն օծյալ էր, իր անունը Սամսոն էր։ Եվ գիտենք Հակոբը իր գլուխը դնում էր քարի վրա, Սամսոնը իր գլուխը դնում էր Դալիլայի ծնկների վրա, չէ՞։ Մեկի տեղը շատ չոր էր, մյուսի տեղը շատ հարմար էր։ Բայց պատմությունը գիտենք, այսօր սիրելիս քո գլուխը դիր այնտեղ, որտեղ որ օծություն կա։ Արի քո հովվի մոտ, ասա ես ուզում եմ, որ դու ինձ խրատես, ոչ թե որ ինձ շոյես, ուզում եմ, որ ինձ խրատես։ Ուզում եմ, որ դու ինձ ասես ինչ անեմ, ինչպես անեմ, որ ես օրհնվեմ։ Ուզում եմ իմ գլուխը դնեմ այն քարի վրա, որ յուղ կլցվի եւ որը որ կդառնա ծառայություն։ Արի ասա Հովիվ ջան, ինչ անեմ, եթե տեսնում ես մի բան, որ իմ մեջ պետք է փոխվի, խնդրում եմ ինձ հանդիմանի։ Մի գնա այնտեղ, որտեղ որ գլուխդ կդնես, կշոյի քեզ կասի, հա լավ, քո վիճակը ծանր է, Մարտիրոսի վիճակն ավելի ծանր էր, ոչինչ, մի 20 օր էլ կգաս, այսպես ծանր կանցնենք, բայց դու վсё-таки լավն ես, սիրելիս, մենք մեղքին պետք է ասենք մեղք։ Մի անձնավորության հետ խոսում ենք, ասում էր, դե այս մարդը սխալվեց, ասի արդեն այնքան ասեցիր սխալվեց, մեղքը սխալվել չէ, մեղքը մեղք է։ Այսօր սիրելի եկեղեցի, մեղքը մեղք է, մենք սիրուն ասում ենք, օй սխալվել է։ Չէ, մեղք է գործել։ Մեղքի վարձքը մահ է, եթե չապաշխարի, ամեն։ Այսպես է, Աստծո խոսքը չի փոխվել, չի է փոխվելու, մինչև երկինք գնանք, ինքը այդպես էլ մնալու է։ Դրա համար մենք պետք է հասկանանք մի բան, եթե ուզում ես ճեղքող լինես, առաքյալը մեզ սովորեցնում է, ավետարանը մեզ սովորեցնում, ասում է գնա այնպիսի մարդու մոտ, ով որ քեզ կստիպի, որ դու արտասվես, ով որ քեզ կասի ճշմարտությունը, ոչ թե ով որ քեզ կասի, հա լավ, ոչինչ, կարևորը դու լավն ես։ Սիրելիներ, սա չէ կարևորը, կարևորը որ ես ու դու ճեղքենք, ամեն։ Դալիլան ամեն անգամ Սամսոնի գլուխը շոյում էր։ Լավ է Սամսոն ջան, շատ լավ է։ Ամեն անգամ շոյում էր, բայց ամեն անգամ շոյելուց ինչ էր անում, ասում էր, բայց քո գաղտնիքն ասա, էլի քո գաղտնիքն ասա։ Ինքը արդեն պայմանավորվել էր, գին էր խոսացել իշխանավորների հետ։ Բավականին մեծ գումարի խնդիր ուներ ինքը եւ ինքը գիտեր, որ երբ որ կարողանա Սամսոնի օծությունը գողանա, ինքը այդ գումարը կստանա։ Եվ մենք գիտենք իր խնդիրը այն էր, որ օծությունից զրկեր, բայց խոսքերը քաղցր էր։ Այսօր ես ու դու մենք ոչ թե քաղցր խոսքերի հետևից պետք է գնանք, մենք պետք է գնանք օծության հետևից, ամեն։ Մենք պետք է գնանք այնտեղ, որտեղ որ յուղ կա։ Այնտեղ այն վայրը, որտեղ որ ժայռ է եւ այդ ժայռի վրա յուղ կա, որը որ այդ քարի վրա թափվելու է, այդ քարը դառնալու է Բեթել, դառնալու է Աստծո տուն։ Դրա համար սիրելիս, Աստված ուզում է, որ դու որպես եկեղեցի քո կյանքի մեջ վերցնես, որոշում կայացնես եւ ասես. ես իմ գլուխը դնելու եմ ժայռի վրա, Հիսուսի վրա։ Ես իմ լսելիքը տալու եմ այն մարդուն, ով որ ինձ կասի, որ ես սխալ ես անում։ Ով որ ինձ կասի, որ այս ճանապարհը, որ դու բռնել ես, այս ճանապարհի վերջը ոչ թե օրհնությունն է, այս ճանապարհի վերջը խնդիրն է եւ խնդրեմն է։ Եվ Աստված իրականում սիրելիներ ուզում է, շահագրգռված է, որ մենք գնանք սրա մեջ։ Մենք տեսնում ենք Մատթեոսի ավետարանի մեջ մի գեղեցիկ պատմություն, որ այս հերոսի անունը չկա։ Մատթեոսի ավետարան 15-րդ գլխի մեջ ասում է մի կին 15-րդ գլուխ 20-րդ խոսքից եմ կարդում, շատ հետաքրքիր մի պատմություն է, վստահ եմ բոլորդ գիտեք, անծանոթ չէ։ Նա էլ ասեց, այո տեր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշուրներից են ուտում։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվեց, ասեց նրան. ով կին, մեծ է քո հավատքը, քեզ լինի ինչպես դու ուզում ես։ Եվ նրա աղջիկը բժշկվեց նույն ժամին։ Դրանից առաջ մենք գիտենք պատմությունը։ Հիսուսը տան մեջ նստած է եւ պատվավոր մարդկանց հետ ընտրիկ է անում, հաց է ուտում։ Եվ գիտես ինչ, այս կինը ինքը ինչ որ է Հիսուսի կողքներ նստած կամ որևէ միտեղ սեղանի մոտ նստած էր, ինքը ատոր չուներ, ինքը գետնի վրա էր։ Ինքը գետնի վրա միտեղ հայտնվել էր։ Այսպես մտել էր մի ծևեց սենյակի մեջ։ Ինքը այդ պատվավոր հյուրերի ցուցակում չէր։ Եվ Հիսուսը իրան ինչ էր ասում, ասում էր բժշկի աղջկաս, Հիսուսն ասում էր, ես եկել եմ դրանից առաջ պատմություն գիտենք, տղաների համար չէ, լավ չէ որ հացը տղաներից վերցնենք եւ տանք շներին։ Բայց այս կինը ինքը մինչև վերջ աղաղակում էր եւ ասում էր. Տեր,
ես ուզում եմ այդ փշրանքը։ Գիտես, եզակի դեպք է, որ Հիսուսն ասում է. մեծ հավատք ունես։ Այդ սեղանին նստած մեծամեծներին առաքյալներին չէր ասում մեծ հավատք ունես։ Առաքյալներից մեկին ասեց դու թերահավատ ես, չէ՞։ Ասեց դու թերահավատ ես։ Ինչի՞ չես հավատում։ Շատերը իրենց փաստում էին, որ չեն հավատում։ Նավարկության ժամանակ Հիսուսը բոլորին հանդիմանեց, ասեց ինչ չեք հավատում։ Այս կնոջ ասեց քո հավատքը մեծ է։ Այս կինը ճեղքող էր, սիրելիներ։ Հենց այն պահին, որ ինքը հայտնվել էր այդ սենյակի մեջ, արդեն ճեղքել էր։ Արդեն շատ անարգանքներից անցել էր ու մինչև վերջ ճեղքեց։ Այսօր գիտես, եթե քո հավատքը քեզ մի բան ասի, դու կարող ես ասես իմ ինքնասիրությունը, իմ չգիտեմ ինչը, ես այսպես եմ մտածում, սա իմ ճաշակով չէ, սա իմ ուզածով չէ։ Այս կնոջը Հիսուսը ուղիղ ասում էր, չեմ կարող շներին տան, ինքն ասում էր ոչինչ։ Ոչինչ, ես այդ կարգավիճակում եմ, մի փշրանք էլ ինձ տուր աղջիկս բժշկվի։ Ես գիտեմ իմ շանսը դու ես եւ ինքը ճեղքեց։ Հավատքը ճեղքում է, սիրելիներ։ Հավատքը չի նեղանում, չի նեղվում, հավատքը չի ասում իմ ինքնասիրությունը վիրավորվել է, հավատքը չի ասում թե լավ, այստեղ ինձ չընդունեցին, ուրիշ տեղ կգնամ, թե լավ, այստեղ այսպես ինձ չժպտացին, իմ կադակի վրա չծիծաղեցին, ավելի հետաքրքիր տեղ կգնամ։ Չէ, հավատքն ասում է ես մինչև վերջ գնում եմ, ամեն։ Սելիս հրճագի ասա, ես մինչև վերջ գնալու եմ, ես չեմ հեռանալու, ես ճեղքելու եմ, ես մարդկանց պատճառով իմ հացը չեմ թողնելու, ես մարդկանց պատճառով իմ օրհնությունը չեմ թողնելու, ես կկանգնեմ մինչև որ վերցնեմ իմ բաժին օրհնությունը, եւ դες ճեղքող մարդը իր էությունը այնպիսին է, Աստված իրան այնպես էլ դաստիարակել, որ ինքը հասկանում է, ես ինչ վիճակում եւ կարգավիճակում էլ որ լինեմ, ես չեմ կարող ճեղքող չլինեմ, որովհետև միակ իմ ճանապարհը դա ճեղքող լինելն է։ Կներեք Մարկոսի ավետարան, երբ որ մենք նայում ենք 10-րդ գլխի մեջ մի գեղեցիկ պատմություն է, Մարկոսի ավետարան 10-րդ գլուխ 46-րդ խոսքից եմ կարդում։ Եվ գալիս են Երիկով, եւ երբ նա եւ նրա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիկովից դուրս էին գալիս, Տիմեի որդի Բարտեմեոս կույրը ճանապարհի վրա նստած մուրացկանություն էր անում։ Եվ լսելով թե Հիսուս Նազովրեցին է սկսեց աղաղակել եւ ասել. Հիսուս, որդի Դավթի, ողորմիր ինձ։ Եվ շատ մարդիկ սաստում էին նրան, որ լուր կենա, բայց նա ել ավելի աղաղակում էր. Որդի Դավթի, ողորմիր ինձ։ Եվ Հիսուսը կանգնեց, ասեց, որ նրան կանչեն, եւ կույրին կանչեցին եւ ասեցին նրան. քաջ եղիր, մի վախեցիր, քեզ կանչում է։ Նա էլ հանդերձը դեն գցեց վրայից, Հիսուսի մոտ եկավ, եւ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Ինչ ես կամենում, որ անեմ քեզ։ Կույրն էլ նրան ասեց. Ռաբի, որ տեսնեմ։ Հիսուսն էլ ասեց նրան. գնա, քո հավատքը ապրեցրեց, եւ նա շուտով տեսնում էր, եւ ճանապարհին Հիսուսի հետևից գնում էր։ Այս պատմությունը, երբ որ մենք կարդում ենք, այս անձնավորությունը ճեղքող անձնավորություն էր։ Տիմեի որդին ինքը ճեղքել գիտեր։ Աստծոն ասում է, որ ինքը աղաղակում էր, ինքը չէր լռում։ Սելիս ճեղքող մարդը կաղաղակի։ Մարդիկ կասեն լուր, դու կաղաղակես։ Մարդիկ կասեն չէ, չի կարելի։ Հիսուսը զբաղված է, դու կաղաղակես։ Եվ Աստծոն ասում է, ինքը այնքան աղաղակեց, մինչև Հիսուսը կանգնեց։ Սելիս մենք Հիսուսին մեր աղաղակով կարող ենք կանգնեցնել, ամեն։ Մեր զոհով մենք կարող ենք կանգնեցնել եւ ինչ է ասում է ինքը իրա վերարկուն իրա վրայից գցեց ճեղքող մարդը իրա վրայից սխալ ծածկոցը կգցի։ Ես երբ որ մենք նայում ենք ծննդոց Աբ รา համի կյանքը շատ հետաքրքիր է, Աստված խոսում է Աբ รา համին եւ ասում է դու քո հոր տնից դուրս արի։ Եվ ես քեզ տալու եմ երկիր, տալու եմ օրհնություն եւ ասում է եւ նրա հետ եկավ նաեւ Ղովտը։ Ղովտ բառը նշանակում է ծածկոց։ Մի ծածկոց, որ պետք է չլիներ Աբ รา համի հետ, բայց ինքը եկավ։ Երբ որ մենք կարդում ենք, շատ հետաքրքիր է, Աբ รา համը Իսահակ օրհնություն չունեցավ, քանի ծածկոցը նրա հետ էր, քանի Ղովտը նրա հետ էր։ Հետո այդ հովիվների կռվի պատճառով չէ իրանք բաժանվեցին եւ օրհնությունը եկավ Աբ รา համի կյանքի մեջ։ Մենք տեսնում ենք, գիտես ինչ, կույր Բարտեմեոսը մինչեւ իր ծածկոցը իր վրայից չգցեց, Հիսուսը նրան չբժշկեց։ Այսօր չգիտեմ ինչ ապահովության ծածկոց ունես
Գիտես ինչ, կարողացի քո վրայից գցել եւ վազել եւ ասել Տեր, ես մերկ գալիս եմ քո առաջ։ Ես իմ բոլոր տեսակի պաշտպանությունները գցում եմ։ Գիտես, եթե մենք զբաղվենք ինքնապաշտպանությամբ, օրինակի համար քեզ քո ավակը հանդիմանում է, շտկում է եւ դու սկսես քեզ պաշտպանել, օրինակներ բերել, էս անել, այն անել, չես բժշկվի սիրելիս։ Չես կարող դու ազատագրվել, որտեղ միցև կհամոզես քո ավակին, միցև ամեն բան քո ուզածով կդասավորես, բայց չի փոխվի քո կյանքը։ Կարողացի գցել, ասել, ես գիտես ինչ, ես ճեղքում եմ։ Աբրահամը իր ծածկոցից ազատվեց, Ղովտից ազատվեց, որտեղ Աստծո կամքը չէր, Աստված չէր ասել դու եւ Ղովտը դուրս արեք եւ Իսահակը ծնվեց։ Օրհնությունը ծնվեց, ծիծաղը ծնվեց, երջանկությունը ծնվեց։ Այն սերունդը ծնվեց, որ Աստծունն էր, հարազատն էր։ Մենք տեսնում ենք Բարտեմեոսը ինքը իր աչքերը բացվեց, երբ որ ինքը իր վրայից ծածկոցը գցեց եւ վազեց։ Իր պատմուճանը գցեց, իր ծածկոցը, որը որ աստվածաբաններն ասում են, որ այն ժամանակում մուրացկանները հadouk այդպես գեստ ունեին, ծածկոց ունեին, որ ճանաչում էին բոլորը, որ ինքը մուրացկան է, որտեղ դրանից առաջ Աստծո խոսքը շեշտում է, որ ինքը մուրացկան էր։ Կույր էր եւ մուրացկան էր։ Ես ինչ ինքը գցեց իր մուրացկան լինելու ծածկոցը եւ ասեց ես այլևս մուրացկան չեմ։ Դեռ չէր տեսնում, բայց ասեց ես այլևս մուրացկան չեմ։ Գիտես շատ հետաքրքիր է, մենք հոգեվորներս ժամանակ առ ժամանակ ճեղքումը տեղի է ունենում, բայց մենք չենք հասկանում, որ դա եղել է։ Մի անձնավորության հետ խոսում էի Տաշիրում, շատ հետաքրքիր է, ինքը փաստարկներ էր ասում, ես ասում էի, որ Աստված արդեն քեզ ազատագրել է, քեզ պետք է միայն քայլել։ Քեզ պետք է որ դու արդեն հասկանաս, որ այդ մեղքը այլևս չկա, մի դու իրան կբաց մնա։ Իրես երբ որ Գործք առաքելոցը կարդում ենք, մի հետաքրքիր պատմություն կա, երբ որ առաքյալները, չէ, գեղեցիկ կոչված դռների մոտ տեսնում են կաղին, որը որ նորից մուրացկան է, եւ այսպեսի խոսք է ասում է, ոսկի արծաթ չունենք, բայց Հիսուսի անունով վեր կաց եւ քայլի, չէ։ Հենց այդ պահի մեջ, որ ինքը ասում է վեր կաց եւ քայլի, այս կաղը բժշկվում է։ Բայց շարունակությունը կարդում ենք ինչ է ասում։ Ասում է, բայց նրա ձեռքից բռնեց, քաշեց, կանգնեցրեց։ Այս մարդը բժշկվել էր, խաբար չէր։ Արդեն խոսքը հնչել էր, բայց ինքը դեռ նրա տեղում նստած էր։ Մինչև նրա ձեռքից չբռներ, չքաշեր, չկանգնեցներ, ինքը չէր քայլի։ Այսօր սիրելիս, հովիվները եւ առաջնորդները դրված են, որ Հիսուսի բժշկածին ձերքիցդ բռնեն քաշեն։ Այն չի որ մարդն է բժշկելու, Աստված արդեն բժշկել է։ Աստծո ծառայի գործը այն է, որ քեզ ասի, որ դու արդեն կարող ես անել, որ դու արդեն կարող ես այդ քայլը անել։ Տերը արդեն բժշկել է, գիտես շատ տեղերում Աստված իր փառքով արդեն իմ ու քո կյանքի մեջ ճեղքումը բերել է, բայց Աստծո մարդիկ մեր կողքն են, որ մեր ձեռքից բռնեն ու ասեն՝ մի մնա այդտեղ, դա այլևս քո տեղը չէ։ Դու արդեն ճեղքում ես ունեցել, եւ մենք տեսնում ենք, երբ որ նրա ձեռքից, ասում է, աջ ձեռքից բռնեցին եւ քաշեցին, կանգնեցրեցին, ինքը սկսեց ցատկոտել եւ մտավ տաճար եւ Աստծուն էր փառաբանում։ Այսօր սիրելիներ, Աստված մեր կյանքի մեջ ճեղքումը բերում է, իրավիճակները փոխվում են, բայց մեր հին մտածելակերպը, մեր հին բնույթը դեռ մեզ ասում է՝ մնա այստեղ։ Մնա այստեղ հարմար է, մնա այս վիճակում, մնա այս կարգավիճակում։ Եվ ես հավատում եմ, սիրելի եկեղեցի, որ մեր կյանքերի մեջ ճեղքումը գալու է, որտեղ ճեղքող զորությունը Սուրբ Հոգին քո մեջ է, ամեն։ Գիտես, այն Սուրբ Հոգին, որ քո մեջ է, ինքը այն զորությունն է, որ ճեղքելու է։ Այս վերջերս խոսում ենք եւ շատ մի հետաքրքիր այսպես թեմա էր։ Գիտես, երբ որ Աստված մի բան տալիս է, Աստված ճեղքում է տալիս, օրհնություն է տալիս, ինքը անսահման է։ Ինքը այնքան շատ է, որ դու չես կարող դա հասկանալ, անհասկանալի է։ Երբ որ մենք նայում ենք, Աստծո խոսքն ասում է, որ Իսրայելում սով էր։ Եվ մի կին կար, որ հանդիպել էր Մարգարեի հետ, եւ Մարգարեն նրան ասել էր, որ մինչև սովը վերջանալը քո յուղը եւ քո ալյուրը չի պակասելու։ Հիշում ենք այս պատմությունը։ Եվ գիտես, ես այսպես էի հասկանում, ուրեմն այս ազգի մեջ սով չկա։ Կարող ասես, բա ինչպես շատերը սովից մահանում են այդ ժամանակ, իրանց երեխաներին են ուտում, բայց չէ Աստված ինքը ճեղքումը տվել է արդեն։ Իսրայելի մեջ սով չկար այլևս, որովհետև ես հասկանում եմ այսպես, եթե ամբողջ ազգը հեշտ կանգներ եւ գնար այս կնոջ տուն, նրանք սոված չէին մնա։ Ասում է, քո ամանինը չի պակասի, մինչև որ սովը վերջանա։
Այսինքն օրական 1000 հոգի էլ կարող էր այդտեղից օրհնվել, չէր պակասելու, բայց մարդիկ գուցե չէին գնում։ Գուցե միայն իր բարեկամներն էին գնում, գուցե միայն ինքն էր դրանից օգտվում։ Այսօր սիրելիս, եթե քո կյանքի մեջ, գիտես ինչ, խնդիրներ կան, դու մտածում ես, որ սով է, գնա քո Հովվի մոտ, ինքը անպայման քեզ բան կունենա տալու։ Աստված միշտ ճեղքող, զորություն ունեցող մարդկանց, եկեղեցուն բանալի մարդկանց դնելու է։ Խնդիրը այն է, մենք կգնանք, թե չենք գնա։ Գիտես, եթե ամբողջ Իսրայելը գնար հերթ կանգներ այդ տնից օրհնվելու եւ ուտելու էր, որտեվ Աստված էր տվել եւ դա չափ ու սահման չուներ, եւ դա չէր դատարելու, հազարավորները կերակրվելու էին։ Խնդիրը այն էր, քանիսը օգտվեցին դրանով։ Այսօր, գիտես ինչ խնդիրը այն է, Հովիվ Աշոտի օծությունից քանիսը ենք օգտվում։ Սա է խնդիրը։ Քանիսս կարող ենք մեզ փակել, ասել չէ, քանիսս կարող ենք ասել ես օրհնության կարիք ունեմ, քանիսս կարող ենք մեր ավակներից օրհնվենք, մեր Աստվածը ճեղքումը բաց դուռը տվող Աստված է եւ ուզում է, որ մենք դա հասկանանք ու իմանանք։ Այդ հրաշքի մասին Իսրայելի մեջ խոսում էին, բայց քանիսն էին օգտվում։ Գուցե մեկը այդ կնոջից խռով էր, օրինակ եմ բերում սա, վարտապետական մի բան չընդունես։ Գուցե մեկը, չգիտեմ, իր ճաշակով չէր այդ կնոջ տունը գնալը եւ ինքը սովի մեջ էր մնում։ Որտեվ Աստված այդտեղ էր ելքը տվեց, էլի եկեղեցի, Աստված իր ելքը տալիս է իր ծառաներին եւ իր օծյալներին, եւ ես ու դու մենք պետք է դրանից օգտվենք։ Ինքը միշտ ճեղքող զորություն է, ճեղք օրհնության դուռը բաց պահում է եկեղեցում։ Եվ խնդիրը կայանում է մեր մեջ, թե ինչի մենք դա չենք անում։ Եվ միշտ հիշի, երբ որ Աստված մի բան տալիս է, ինքը չափով չի տալիս։ Նույնիսկ Աստծո խոսքն ասում է, ինքը Սուրբ Հոգին չափով չի տալիս։ Մի ազնվորության հետ խոսում էի, ասում էի, նայի, 10 տարի 2 բառ ես ասում, արագ ասում ես, որ չմոռանաս, այսպես չէ։ Այսպես չէ, երբ որ մենք Սուրբ Հոգով ենք մկրտվում, մենք պետք է մարգարյանանք, ամեն եկեղեցի։ Մենք երբ որ Սուրբ Հոգով ենք մկրտվում, մենք պետք է Սուրբ Հոգով երգենք։ Մենք պետք է Սուրբ Հոգով, Սուրբ Հոգու բառերը փոխվի մեր կյանքի մեջ, դա գետի պես պետք է լինի։ Դա չի կարող 2 բառ լինի ու դու ամբողջ կյանքդ կրկնես դրանք։ Ես ասում եմ, ես չեմ հասկանում այդպես։ Սերներ Սուրբ Հոգու մկրտությունը դա այն ճեղքումն է, որ գալիս է մեր կյանքերի մեջ։ Շատ տարիներ առաջ հիշում եմ այն պահը, երբ որ ես Սուրբ Հոգով մկրտվա, տանը մենակ 6-րդ դասարանի երեխա էի, պատանի էի։ Եվ գիտես, երբ որ Տիրոջ ներկայությունը իջավ, ես վառվում եմ, ես սկսեցի լեզուներով խոսել, այն ժամանակում միայն 50-ական եկեղեցի կար եւ Հովիվ Աշոտը կիմանա, պետք է տանեին, որ Սուրբ Հոգին ստուգեին, այդպես էր։ Եվ երբ որ ինձ տարան, ես հիշում եմ, Գարասպաբը հիմա երկնքում է, ինքը մեր Հովիվն էր, մեր քարոզիչն էր, որին շատ սիրում, հարգում էինք, պատվում էինք իրականում, իր տարիքը, իր խոսքերը, ամեն մի խոսքը մեր համար թանկ էր, կարևոր էր։ Ես հիշում եմ, երբ որ գնում էի եկեղեցի այդ տուն էր այն ժամանակ, տանը ամեն մի բառ ընկալում ու վերցնում էինք։ Եվ հիշում եմ, երբ որ տարան, որ ինձ ստուգեն լեզուները, արդյոք Սուրբ Հոգին է, թե չեմ չափազանցնում, բերանս բռնում էի, որ կարողանամ ինձ զսպեմ, այսպես գետի պես էր։ Եվ 3 երիտասարդ աղջիկներ կային, ուսանող էին, որ եկել էին, որ Գարասպաբը պետք է աղոթեր, որ իրանք Սուրբ Հոգով մկրտվեն։ Եվ իր սենյակը Հովիվ Աշոտը կհիշի, ինքը առանձին սենյակ ուներ, որտեղ որ աղոթում էր։ Իր սենյակում ինձ կանգնեցրեց, ասեց խոսի, որ ես խոսեմ, իրանք իմանան ստուգեն։ Գիտես, երբ որ սկսեցի լեզուներով խոսել, հիշում եմ, այս 3 աղջիկները սկսեցին լեզուներով խոսել եւ Սուրբ Հոգու ներկայությունը այնքան ուժեղ էր, որպես աղաղակ էր բարձրանում։ Եվ գիտես, այդ ժամանակ Գարասպաբը ասեց, հա, Սուրբ Հոգին է, Սուրբ Հոգին է։ Գիտես, երբ որ մենք լցվում ենք, մեզանից դուրս է գալիս, մեր շուրջ բոլորը պետք է բռնի։ Եվ իրանք էլ լցվան Սուրբ Հոգով։ Ես հիշում եմ այդ ժամանակը այդ փուլը այնպես էր, որ ես ինչ գետի պես էր, չէին կարող փակել։ Դրա համար Աստված մի բան որ տալիս է, ինքը ճեղքող է սիրելիներ, ինքը դուրս է գալիս։ Դու քո աշխատանքի վայրում, եթե մարդկանց հետ Հիսուսի հետ չես խոսում, գիտես ինչ, ուրեմն քո մեջ դեռ Հիսուսի խոսքը այնքան լցված չի, որ ճեղքի քո ամոթը։ Ճեղքի քո, չգիտեմ, մարդկանց հետ ունեցած որոշակի կեղծ շփումը, որ դու էլ իրանց նման ես։ Ոչ թե խոսա նրանց թիկունքում, ոչ թե անուն դիր բան պասի, քո առաջնորդից կարողացի համարձակություն ունենաս վատ բան ասես, հաց տար։ Գիտես, առաջի թշնամին Հովսեփի եւ Դավիթի ոչ Գողիաթն էր, ոչ Փարավոնն էր, ոչ Պետապրեսն էր, ոչ մեկն էին։ Առաջի թշնամին, գիտես ովքեր էին։
իր հարազատ եղբայրները, չէ՞։ Հովսեփին իր եղբայրները բռնին գցին գուբի մեջ, Դավիթն է երբ որ եկավ, առաջինը իր եղբայրն եկավ, ասեց հետ գնա, տուն գնա, ես գիտեմ քո մտքին ինչ կա։ Հիշում ես։ Չէր թողնում որ Դավիթը մոտենար թագավորին եւ խոսեր, որ ես կարող եմ Գողիաթին սպանեմ։ Գիտես, ճեղքող մարդը ինքը ամեն ինչ կճեղքի։ Եթե նույնիսկ Աստված թույլ տա, որ քո եղբայրը կանգնի քո ճանապարհին, օրինակի համար ասեց եկեղեցու մեջ իմ քույրը կամ իմ եղբայրը ինձ նախանձում է, ինչ խոչընդոտում է, ես չեմ կարող ծառայեմ, որովհետև ինքը կա հազար ու մի տեսակի օրինակ ու տարօրինակ մեջ բերումներ անես, գիտես ինչ կարողացի ասել, ես ճեղքելու եմ, ես անցնելու եմ։ Այդ նույն եղբայրները օրհնվեցին Դավիթով, օրհնվեցին Հովսեփով, ամեն։ Հովսեփը գրկեց, վերջում ասեց աղբերներ վատ մի զգացեք, որովհետև Աստծո ճանապարհը սա էր, դուք այսպես պետք է անեիք, որ այս լիներ։ Դավիթն էլ իր եղբայրներին ինչ արեց, հնարավորություն տվեց, որ իրենք հաղթող լինեն եւ Գողիաթի անարգանքը չլսեն, որ իրանք կռվի դաշտում էին։ Սիրելի եկեղեցի, եթե դու ճեղքում ես, դա չի նշանակում, որ ճեղքելու ես միայն թշնամուն, դա չի նշանակում, որ ճեղքելու ես միայն հարևանին, ծանոթին, բարեկամին, դա նշանակում է նաև, որ դու ճեղքելու ես քեզ խոչընդոտ հանդիսացող քո եղբորը, որովհետև դրա ճեղքելուց հետո դու նրան բարձրացնելու ես, դու նրան օրհնելու ես, դու նրան հնարավորություն ես տալու, որովհետև երբ որ քո եղբորը դու ճեղքում ես, գնում ես քո կոչման մեջ, հետո դու նրան չես անարգում, որտև հիշում ենք Հովսեփը իր աղբերներին ամենալավ հողը տվեց, հիշում եք։ Ամենալավ տարածքները տվեց, ամենալավ ձևի տիրություն արեց եւ Դավիթի եղբայրներն էլ օրհնված էին, որովհետեւ ունեին Դավիթի պես եղբայր, որ թագավոր էր, որ գիտեր առաջ գնալ։ Այսօր գիտես խոսքը կայանում է նրանում, որ երբ որ մենք ճեղքող ենք, մեր շուրջ բոլորը միայն ու միայն դրանից օգտվում եւ օրհնվում է, ամեն։ Եվ թող Աստված այսօր քեզ զորացնի սիրելիս, որ դու հասկանաս, ես կանչված եմ ճեղքող լինելու համար։ Ես կանչված չեմ, որ գիտես ինչ ինձ առաջնորդեն, ես կանչված եմ, որ ես առաջնորդեմ։ Ես կանչված չեմ, որ աշխարհն ասի եւ ես անեմ, ես կանչված եմ, որ ես կարողանամ աշխարհին ասեմ եւ մարդիկ լսեն։ Մարդիկ կարողանան դա անել։ Ես հիշում եմ մի ժամանակաշրջան, երբ որ աշխատում էինք եւ ես եւ մի ուրիշ հավատացյալ անձնավորություն նույն տեղում էինք աշխատում։ Ինքը միշտ էս էր ասում էր, ես աղոթում եմ, որ այս մեր հիմնարկի հավաքարարին Աստծո խոսք խոսեմ։ Ասում էի ամեն, փառք Տիրոջը։ Ասում էի, ես էլ աղոթում եմ, որ տնօրենին խոսեմ։ Ասեց, ինչի ասի, որ տնօրենը ընդունի, սաղ կընդունեն։ Ես այսպես եմ մտածում, ինքը դիրքով տնօրեն էր։ Եվ գիտես ինչ, ժամանակը այնպես եղավ, որ իրականում ինքը խոսեց նրա հետ, ես խոսեցի նրա հետ։ Ինքը խոսեց հավաքարարի հետ, ես խոսեցի տնօրենի հետ։ Սա ինչի եմ ասում, ես միշտ այսպես եմ մտածում սիրելիս։ Եթե մենք ճեղքող ենք, ուրեմն մենք պետք է նայենք թշնամու ամենամեծին միանգամից։ Առանձին չէ։ Գիտես ինչ, երբ որ մենք ամենամեծին վերցնում ենք, ամեն բան ընկնում է։ Սատանան ինքը մեր թշնամին է, բայց ինքը գիտես ինչ, հազարավոր տարիների պատերազմելու փորձ ունի եւ ինքը մի հատ ստրատեգիա ունի, որ կարելի է հասկանալ։ Ինքն ասում է, երբ որ հարձակվում է հոդի վրա, ինքը չի ընկնում հատիկ գառների հետևից։ Իրան նպատակը հովին խփելն է, որտեղ դրանից հետո հոդը ցրվելու է։ Ինքը չի ընկնելու հատ հիվանդ գառի հետևից, մյուսի հետևից, իր նպատակը միանգամից գլուխը վերցնելն է։ Այսօր սիրելիս ես ու դու մենք պետք է հասկանանք, ճեղքելու ենք, փարավոնին ենք ճեղքելու, ամեն։ Ճեղքելու ենք, ծովն ենք ճեղքելու։ Ճեղքելու ենք, թշնամու բանակն ենք ճեղքելու, ճեղքելու ենք, Երիկովի Պարիսն ենք ճեղքելու։ Այն ամենը, ինչը որ ինձ ու քեզ տալիս է հնարավորություն բացելու ճանապարհը Քրիստոսի համար։ Գիտես, Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ Հովանես Մկրտիչը մի ծառայություն էր անում, որ Քրիստոսի ճանապարհն էր հարթեցնում, եւ ինքը այդ ճեղքողն էր, ինքը քարոզում էր։ Ինքը գիտես ինչ, այնքան համարձակ էր քարոզում, որ իր համարձակ քարոզի պատճառով նրան գլուխը կտրեցին։ Հովանեսը ինքը հնարավորություն ուներ պալատական մարգարե լինելու, բայց ինքը ընտրեց անապատի ձայնը լինելու, որտև ճեղքող էր, ամեն։ Այսօր ես ու դու մենք, դες ինչ, չընտրենք պալատական, մենք ասենք, Տեր, ես ուզում եմ ճեղքող լինեմ, Քրիստոսի ճանապարհը պատրաստող լինեմ, որ դու գաս։ Եվ Հովանեսն ինչ էր ասում, ես ցածրանալու եմ, ինքը բարձրանալու է։ Հերովդեսին եւ Հերովդիային, երբ որ Հովանեսը նայեր, ասեր, կգաք իմ մոտ ձեզ կպեսագադրեմ, ինքը պալատական մարգարե կդառնար։ Բայց ինքն ինչ էր ասում էր, ձեր գործը շնություն է։
Եվ դրա պատճառով սպանվեցին։ Այսօր սիրելիս, եթե ուզենաս աշխարհի հետ բարեկամ լինես, Աստծո թշնամին կլինես, սա ես չեմ ասում, սա Աստծո խոսքն է ասում։ Եթե ուզենաս, որ գիտես ինչ քեզ աշխարհում ծափահարեն կամ գուցե եկեղեցում ծափահարեն, դու Աստծո բարեկամը չես լինի, դու ճեղքող չես լինի։ Աստված օրհնի սիրելի եկեղեցի։ Ես հավատում եմ, որ այս պատգամը քո կյանքի մեջ ամուր կբռնես, եւ այսօր որ տուն գնացիր, կկանգնես կասես. ես ճեղքելու եմ, ամեն։ Կբարձրացնես քո ձեռքերը եւ կասես. ես ճեղքելու եմ։ Գիտես, այս միտքն էլ ասեմ ու կկանգնենք աղոթքի։ Ելից գիրքը, երբ որ մենք կարդում ենք, ուշադիր ենք կարդում, շատ հետաքրքիր է, Աստծո խոսքն ասում է, որ կարմիր ծովը ճեղքեց Մովսեսը։ Ամեն, Մովսեսը ոչ թե Աստված։ Մենք միշտ սովոր ենք ասելու կարմիր ծովը ճեղքեց Աստված, բայց ուշադիր կարտա խնդրում եմ։ Երբ որ Մովսեսը ասում է, ժողովուրդն աղաղակում են, ինչ անեմ, Տերն ասում է, ծովը ճեղքիր, գավազանդ պահիր ծովի վրա եւ ճեղքիր։ Քո խնդրեմը դու ես ճեղքելու, ամեն։ Դու քո գավազանով ճեղքելու ես։ Երբ որ մենք կարդում ենք, ասում ենք Աստված բացեց, Աստված ասեց, Մովսեսը բացեց։ Այսօր քո կյանքի խնդիրները դու ես բացելու։ Տեղ կա ստիպելով արա։ Գիտես, ճամբարների մասին ակնարկեմ սիրելիներ, մեր եկեղեցու ճամբարները գերբնական օրհնություններ են։ Ամեն ինչ արա, որ դու քո տունը, քո երեխան այնտեղ լինի։ Տաշիրից այս տարի պատանեկան ճամբար ուղարկել ենք 3 պատանի։ 3-ն էլ Սուրբ Հոգով մկրտված հետ են եկել։ Սրանից ավել բան իմ համար չկա, սիրելիներ։ Եվ Աստված օրհնի Հովիվ Աշոտ, որ կազմակերպում եք եւ այդ ծառայությունը անում եք, մարդկանց կյանքը փոխվում է։ Գիտես, Սուրբ Հոգով մկրտվելուց այն կողմ իմ համար ավելի մեծ բան չկա, որ մարդ երկրի վրա կարող է ունենա։ Կարող ասես գործ, աշխատանք, տուն-տեղ, չգիտեմ ինչ, այդ ամենը ոչինչ է։ Ամենակարևորը Աստծով լցվելն է, Սուրբ Հոգով մկրտվելն է։ Եվ այդ պատանիները գալիս են, եկեղեցում Սուրբ Հոգով աղոթում են։ Նայում եմ իրենց, ասում են, փառքես Տեր, որ նրանք ճամբար գնացին։ Արթուր ջան, Տերը օրհնի, ձեր ծառայության շնորհիվ, Աստված օրհնի։ Իրականում սա արժեք է եւ ամենաբարձր արժեքն է։ Գնահատի քո եկեղեցու ճամբարը, սիրելիս։ Գնահատի այն ծառայությունը, այն ծառայողին, որ արվում է, որ սերունդի մեջ ճեղքում է գալիս։ Երեք չառաջի օր Լիայից ասում եմ, արի աղոթեմ քո համար, լեզուներով մկրտվես, ինչ գիտես ինչ ասում, ասում է, չէ, ես այդիկի պես մյուս տարի գնալու եմ պատանեկան, որ մկրտվեմ, ասի անպայման կգնաս կմկրտվես, էլ չեմ աղոթելու ընդհանրապես։ Այսինքն քո լեզուների համար էլ չեմ աղոթելու։ Այսինքն նա երեխան ինչ կան է ոգևորված, ասում է, չէ, քրոջս պես, ինքը մանկական էր այս տարի, մյուս տարի գնալու է պատանեկան, գնալու եմ որ մկրտվեմ։ Իրականում փառք Տիրոջը, ամեն։ Փառք Տիրոջը մեր եկեղեցու ընթացքի համար, որ ճեղքում ենք եւ ճեղքելու ենք եւ առաջ ենք գնալու։ Փառք Տիրոջը մեր առաջնորդների, մեր հովիվների համար, որ առաջի շարքերից գնում են եւ ճեղքում են եւ մեզ համար ճանապարհ են բացում։ Սիրելիս, գնահատի այն ինչը որ ունես եւ ասա. ես ճեղքող եմ եւ ճեղքելու եմ։ Տերը օրհնի բոլորիդ, Աստված օրհնի ձեզ։ Եթե կարելի է կարճ աղոթենք, փառքես Տեր, շնորհակալ ենք քեզանից։ Տեր, մենք խնդրում ենք, որ դու իմ Աստված այս խոսքերը մեր կյանքերի մեջ մտցնես այնպես, Տեր, որ մենք հասկանանք, Տեր, որ մենք այլ ընտրանք չունենք, քան ճեղքող լինելը, որ մենք հետ գնալու տեղ չունենք, ճանապարհ չունենք։ Եվ մենք ուզում ենք, Տեր, որ մենք ճեղքենք, Տեր իմ Աստված։ Քո խոսքով, քեզանից հայտնություն առած։ Եվ մենք Հիսուսի անունով հռչակում, մարգարեանում ենք մեր եկեղեցու համար եւ ասում ենք. Տեր, թող այս եկեղեցին, թող մեր եկեղեցին ճեղքող եկեղեցի լինի ամեն ժամանակ եւ ամեն իրավիճակի մեջ։ Սիրելիս, քո ձեռքը բարձրացրու եւ ասա, իմ եկեղեցին ճեղքող եկեղեցի է լինելու։ Որտեւ քո եկեղեցին, որ ճեղքում է, քո ընտանիքն էլ կճեղքի։ Քո եկեղեցին, որ ճեղքում է, քո երեխաների կյանքն էլ կփոխվի։ Քո առողջական վիճակն էլ կփոխվի։ Եվ մենք ասում ենք Հիսուսի անունով, ինչ էլ որ մեր առաջ կանգնի, հարթ դաշտի պես է լինելու։
Դա կլինի ժայռ, ծով, պատներ, թշնամու բանակ, կլինի կրակ, թե սուր։ Մենք ասում ենք հարթ դաշտ է լինելու, որովհետև ճեղքող զորություն Սուրբ Հոգին մեր կյանքերի մեջ է, եւ մենք ասում ենք թող այդ ճեղքող զորությունը հոսի Հիսուսի անունով։ Շնորհակալ ենք քեզանից։ Մենք ապաշխարության եւ արթնության ճեղքում ենք հրճակում մեր եկեղեցու մեջ։ Գերբնական աճ, որ այս դալիճը չի բավարարելու եւ շատ փոքր է լինելու։ Այն հեղեղը, որ գալու է, այն մարդիկ, որ գալու են այստեղ քեզ երկրպագելու, այն հրաշքները եւ բժշկությունները, որ լինելու են, այն իմաստված քո համբավը, քո անունը բարձրանալու է այստեղից Տեր։ Հիսուսի անունով մենք ասում ենք, որ այստեղ հիվանդները բժշկվելու են եւ գերբնական հրաշքներ է լինելու։ Մենք այդ ճեղքումն ենք հրճագում։ Փառքես Տեր, փառքես Տեր, շնորհակալ ենք քեզանից Տեր Հիսուս, շնորհակալ ենք Տեր, հալելույա Հիսուս, թող ամեն գերեզմանները բացվեն իմ Աստված, եւ ամեն սուրբը հարություն առնի։ Աստծո խոսքն ասում է, երբ որ Հիսուսը խաչի վրա մահացավ, վարագույրը պատրվեց, գերեզմանները բացվեցին եւ սուրբերը հարություն առան։ Մենք ասում ենք մեր կյանքերի մեջ ամեն տեսակի սուրբ բան, որ թաղվել է, թող բացվի Հիսուսի անունով։ Թող հրաշքը եւ բժշկությունը բացվի, թող մարգարեությունը եւ Աստծո իմաստված հեղեղը բացվի Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Մենք հրճակում եւ ասում ենք, թող այդ ճեղքումը գա իմ Աստված։ Գերբնական ճեղքում Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Հզորը մեծամեծ գործեր է անում, հզորը մեծամեծ գործեր է անում, հզորը մեծամեծ գործեր է անում, հինը քանդում է նորը կառուցում, հզորը մեծամեծ գործեր է անում, հզորը մեծամեծ գործեր է անում, հզորը մեծամեծ գործեր է անում, նա հինը քանդում է նորը կառուցում, Հիսուս կրակ է, աշխող կրակ է, 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 զորության օքի դու մեր մեջ ես, տարածելու քո կարող զորությունը, ահա ես պատրաստ եմ ընդունելու քեզանից, ապրիլ մեզ վրա քո կարող զորությունը, զորության հոգի դու մեր մեջ ես, տարածելու քո կարող զորությունը, ահա ես պատրաստ եմ ընդունելու քեզանից, ներդիր մեզ վրա քո կարող զորությունը, հզորը մեծամեծ գործեր է անում, հզորը մեծամեծ գործեր է անում, հզորը մեծամեծ գործեր է անում, նա հինը քանդում է նորը կառուցում, հզորը մեծամեծ գործեր է անում, հզորը մեծամեծ գործեր է անում, հզորը մեծամեծ գործեր է անում, հինը քանդում է նորը կառուցում։ Փառքես Տեր։ Սիրելիներ, եթե զգում ես քո սրտի մեջ,
որ իրականում ճեղքման կարիք ունես եւ զգում ես, որ Սուրբ Հոգին մղում է, որ հենց հիմա դու պետք է քայլ անես, ես կարող ես գալ առաջ եւ կաղոթենք քո ճեղքման համար, բայց խնդրում եմ, որ սա զգացում ունենաս, մղում ունենաս, զգաս, որ Սուրբ Հոգին ասում է քայլ արա, այսինքն դու չորոշես գալ, թույլ տաս, որ Սուրբ Հոգին ասի, որ հիմա քո օրն է, քո հնարավորությունն է, եւ եթե զգում ես այդ զգացումը, եւ այդ զգացումը եթե պատգամի ժամանակ էլ ունեիր, գիտես կարող ես գալ առաջ եւ հովիվները Աստծո մարդիկ կաղոթեն քեզ համար։ Եթե տեսնում ես քեզ փակուղու առաջ կանգնած, եթե տեսնում ես քեզ բարձր Երիքովի պարիսպների առաջ եւ հասկանում ես, որ հիմա քո շանսն է, քո հնարավորությունն է, որ ճեղքումը լինի, կարող եք մոտենալ եւ կաղոթենք ձեզ համար։